հանդիպեցի այդ օրը կենդանի Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Եվ այդ հանդիպումը իմ երիտասարդ կյանքը փոխեց 360 աստիճան։ Իմ մոտ մտքի, սրտի, հոգու մեջ, պլանների մեջ, ապագայի մեջ ամեն բան շրջվեց, դեպի Աստված շրջվեց։ Մոտ արդեն ծառայության վերջն էր եւ լսեցի ուղղակի մի ձայն, որ ասում է այդ երիտասարդ աղջկան, որ նորայեկեն ասեցեք թող առաջ գա։ Եվ 3 անգամ այդ ձայնը հնչեց, բայց ես այնքան Սուրբ Հոգու Տիրոջ ներկայության մեջ էի, որ ես այդ ձայնը կարծես թե հեռվից էի լսում։ Եվ կողքս մեկը կանգնած էր, ես ես ձեռքով հրեց, ասես չես լսում, քեզ ա կանչում, Վահագ եղբայրը։ Ես առաջ եմ եկել, ես չեմ էլ իմացել ոնց են մարդկանց համար աղոթում, իմ համար այդ ամեն ինչը մի հատ չտեսած բան էր, ես չէի տեսել մինչև այդ նման բաներ։ Եվ ես գնացի եւ Վահագ եղբայրը սկսեց աղոթել եւ մարգարեանալ իմ անցյալի մասին, ներկա եւ ապագայի։ Եվ այդ մարգարեությունը տարավ նրան, որ ես շատ կարճ ժամանակում, երևի մի ամիս հետո մկրտվել եմ Սուրբ Հոգով, ամիս ու կես, 2 ամիս հետո ջրով։ Տերը այնպես էր այցելել ինձ, այնպես կենդանի, որ ես բացի Իրանից եւ իրա վրա սիրահարված լինելուց, ինձ այլևս ոչ մի բան չէր հետաքրքրում։